Հաջորդը, էլի 91 թվին է ասվել սա։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի է ունենալու հանրաքվե։ Ինչ կարող է պատահել այդ հանրաքվեից հետո։ Ենթադրենք, թե հայ ժողովուրդը միաձայնությամբ քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։ Ինչ պիտի դրանից փոխվի։ Նախ նշենք, որ միայն շատ միամիտները կարող են ենթադրել, որ ժողովրդի կամքը կարող է որևէ նշանակություն ունենալ նրա քաղաքական ճակատագրի մեջ։ Ասեմ ավելին, նույնիսկ 92 անկախությունից հետո շատ ավելի լավ կլիներ, որ մեր արտաքին ու ներքին պաշտպանության հարցերը հանձնվեին մեկ ուրիշի, որպեսզի մենք կարողանայինք նախապատրաստվել մեր իրական անկախությանը։ Այս կացությունը կարող է ստեղծվել վերականգնած միության մեջ։ Ուրեմն ինչու մենք չդառնանք միությունը վերականգնելու նախաձեռնողներից մեկը։ Ես հետո կտամ ձեզ բոլոր աղբյուրները։ Հիմա լսեք ժողովուրդ ջան։ Իրականում կարող է հարց հնչի, ինչի եմ ես լավ խորացել 89, 88, 89, 91 թվերի մեջ, էլի, ինչի եմ խորացել անցած ժամանակներին։ Խորացել եմ, որովհետև դուք չեք փոխվել, սիրելիներս։ Որովհետև 91, 96-ից հետո ախր գալիս է 2022-ը։ Եվ ընդունվում է Դաշնակցության հանրահայտ, լավ իմաստով չէ հանրահայտ, 004 շրջաբերականը, որտեղ ասվում է. Անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը։ Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում սկսել նոր պայքար։ Նկատի ունենալ նաեւ, որ Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել եւ գործադրել ան։ Աշխատանք տանել, որպիսի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ Նկատի ունեք այդ միության մեջ։ Հաջորդը, այսինքն այլ հատված։ Հայության անվտանգության, զարգացման եւ ինքնադրսևորման համար անկախ պետականությունը անհրաժեշտություն է, իսկ ազնուհայրենիքը գերագույն արժեք։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն նաեւ ենթադրում են անկախության աստիճանի որոշ նվազում։ Չեք կարող վիճել ուղղակի դուք իմ հետ, հասկանում եք, դուք չեք կարող իմ հետ վիճել, որովհետև դուք միշտ դեմ եք եղել Հայաստանի անկախությանը, հիմա էլ եք դեմ։